Երեք խոսում էի Ստալինի մասին, բայց մի քանի էական պայի վրա ուշադրություն չդարձրի։ Դե երկար խոսեցինք երեք։ Ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ տնտեսական քաղաքականությանը, սովետական միության տնտեսական իրավիճակին, հետո նոր ասել Սամվել Կարապետյանին։ Ուրեմն երևի ոչ ոք չգիտի, որ Ստալինի ժամանակ սովետական միության էկոնոմիկան ու գրեթե կապիտալիստական էր, այսօրվա տերմինոլոգիայով եթե արտահայտվենք։ Ամենայն դեպս սեփականության բազմաձևությունը կար, մասնավոր ձեռնարկություններ կային, դրանք ուղղակի կոչվում էին պրոմկոոպերատիվներ, պրամիսլովые կооպերատիվы կամ արտելի։ Թե ինչ էին անում դրանք, ես մի քանի վիճակագրական տվյալ ասեմ։ Ուրեմն 50-ականների կեսին, արդեն երբ Խրուշչովը սկսեց դրանք փակել, կար 114,000 տես կոոպերատիվ, մոտ 2 միլիոն աշխատակցով, ուրեմն ինչ էին արտադրում։ Սովետական միության կահույքի 40%-ը, մետաղե սպասքի 1/3-ը, տրիկոտաժի, այդ հսկայական երկրի 1/3-ը, այս մետաղե սպասքի 70%-ը։ Ավելին, սրանք պատերազմի ժամանակ նաև զենք զինամթերք էին արտադրում։ Պարզ է, ծանր հրետանի կամ զրահատեխնիկա, ավիացիա չէին արտադրում, բայց թե պատերազմում այլ բաներ էլ են պետք, չէ, արկեր, փամփուշտներ եւ այլն եւ այլն, դա էլ են արտադրում։ Մոտավորապես այդ հսկայական երկրի հնայի 10%-ը սրանք էին տալիս։ Ինչ արեց Խրուշչովը, եկավ վերացրեց բոլորին, դե սոցիալիստական երկիր ենք, մեծ տես բան պետք չի, խորհրդա, վերացրեց։ Իմ պապը Ղուկասյան քաղաքում Լեննականից մի քիչ վերև, մի 65-70 տարի առաջ ուներ փոքր արտադրություն կոշիկի, 10-12 հոգի, ու հիանալի ապրում էր։ Առավոտ գնում էր Ղուկասյան աշխատանքի, իր այդ արտադրությունը ղեկավարում էր, իրիկունը կերած խմած տուն էր գալիս։ Փակեցին դրանք, մարդը ստիպված վերադարձավ քաղաք, անցավ պետական գործեր, ինչ-որ վարորդ, հետո պայես տապեց, սենց։ Հիմա եթե Խրուշչովի պես անասունը չգար իշխանության, այդ 10-12 հոգանոց փոքր արտադրությունը հիմա հսկայական կորպորացիա դարձած կներ, եթե հերս դրամով զբաղվեր, ես զբաղվեի։ Ինչևէ, հետո ավելի վատ բան արեց Նիկիտա Սերգեյեվիչը, Էշ Գեղասինը։ Տոտալ հավասարություն մտցրեց ամեն ինչում։ Օրինակ, Ստալինի ժամանակ 120 մանեթանոց ինժեներ հասկացություն չկար։ Ինժեներները վարձատրվում էին ըստ արժանվույնից, ըստ աշխատանքի, արժանիքի, շուկայական մեխանիզմներով։ Ես էշ ասում էր, թե չէ, Կալինինգրադի ինժեներներ են ինժեներ, Վլադիվոստոկին է, կարևոր չէ, որտեղ աշխատում 120 մանեթ։ Չկար 100 մանեթանոց թոշակ։ Մարդիկ թոշակավորում էին էլի շուկայական սկզբունքներով։ Հավասարեցրեց բոլորին ամեն ինչ։ Լավ, դա անելու բան է, օրինակ, Ստալինի ժամանակ գրեթե ոչ ծառայությունների ոլորտը էլի մասնավորի ձեռքն էր, այդ պրոմկոոպերատիվների։ Օրինակ, դա ռեստորանային բիզնես է, դա ինչ է, որ պետությունը դրանով զբաղվի, կամ վարսավիրանոցները։ Լեննականը փոքր քաղաք էր, մինչև երկրաշարժ 250,000 բնակչություն ուներ, քաղաքում կար ամենը 4 ռեստորան, պլյուս ևս 2 ռեստորան հյուրանոցներին կից, 2 հյուրանոց կար Լեննականում։ Լավ դա մի քիչ չի, 250,000 քաղաքի համար։ Այսօր Լեննականում 100,000 մարդ է ապրում։ Ամեն քայլափողից 6 ռեստորան ու ճաշարան ու սրճարան կտեսնես։ Վարսավիանոցը պետական զբաղմունք, հա։ Դու կամ ամեն ինչը, հատկապես ծառայությունների ոլորտը։ Ինչև եկավ երկրին անեցեց։ Ինչ արեցին դրան դուրս գրելուց հետո։ Դե 57 թվին փորձեցին այդ գեղացուց փրկվել, մեկ այլ գեղացի Էշ Մարշալզուկովը դրան փրկեց, հակառակ դեպքում Մոլոտովը, Մալենկովը, Բուլգանինը դրան ռատկանային։ Դե Ժուկովն էլ էր գեղացի, չէ։ Գյուղացի չէր, գեղացի էր, դե դրա համար է, գեղացին չի կարա հետ չլինի։
Երկու ամսից իրան մատաղարեցին, անին թաբլեցին դուրս և պալիբյուրոյից և պաշտպանության նախարարի պաշտոնից։ Ինչևէ, Ժուկովը կասեցրեց սովետական միության փրկությունը և Ստալինի ռեաբիլիտացիան, իսկ 65 թվին Բրեժնևը արդեն ռիսկ չարեց։ Հիանալի ռեֆորմ էր պատրաստված, այդ ռիսկին Բրեժնևը չգնաց, Ստալինի ռեաբիլիտացիայից վախեցավ, լինելով Ստալինից ինքը վախեցավ ռեաբիլիտացնել իր պաշտամունքի օբյեկտին։ Կասիգինի նման թույլ մարդու դրեցին Սովնի նախագահ, հենե դեղերով ապրող մարդ, մի օր հիվանդանոցում, մի օր տանը աշխատում էր, անգամ ռիսկ չարեցին, գոնե տնտեսական մոդելը վերադարձնեին Ստալինի, դա է չարեցին։ Եվ այս առումով Բրեժնևը շատ նմանա մեր Քոչարյանին ու Սարգսյանին։ Քոչարյանն է, որ եկավ Տեր-Պետրոսյանի արատները խուսափեց արմատախիլ անել։ Արատներից մեկն է Փաշինյան Նիկոլն։ Խուսափեց դե ասեց, դե նախկին նախագահ է, թող գնա ապրի։ Ավելին նախկին նախագահի թիմին երես էին տալիս ոնց կարային, օրինակ այն բարոյականի վաստակ կա մի հատ։ Երբեմն սիրում է խմել ու բանը փխսել Արտասամանյան դեսպանների վրա Արզումանյան ալիքը։ Սերժ Սարգսյանը դրան վերցրեց Դանիայում դեսպան նշանակեց, հետո Շվեդիայում հիմի Փաշինյան Նիկոլի նախկին ղեկավարն էր, չէ, շտաբի պետն էր նախընտրական։ Մինչև մի դեսպան է աշխատում։ Կարծես Սերժ Սարգսյանի չոր նորմալ մարդ չկար։ Անպայման պիտի դրան տաներ, դե մինչև է։ Քոչարյանը արմատախիլ չարեց Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանը արմատախիլ չարեց նույն Տեր-Պետրոսյանին, որոնց ավելացել էին նաև Քոչարյանի արմատները, արդյունքում այսօր Հայաստան գրեթե չունենք։ Այսինքն հետևեցին Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի օրինակին և ինչ արդյունքի հասցրեց Բրեժնևը իր պետությունը, բոլորս գիտենք, հիմա Հայաստանը այդ նույն ուղու վրա է։ Եվ վերջում ուզում եմ Ստալինի մասին խոսքս ուզում եմ ավարտել գեներալ դե Գոլի հանճարեղ մտքով։ Նախ ասեմ, որ դե Գոլը Մակրոն չէր, Շանվորտի չէր, դե Գոլը գիտակցում էր, որ Ստալինի շնորհիվ Ֆրանսիան դարձավ հաղթող տերություն, Ստալինի շնորհիվ դա Ստալինի ողորմությունն էր Ֆրանսիայի ժողովրդին, Ստալինի շնորհիվ նա ձեռք բերեց մեծ տերության կարգավիճակ և բազմեց Անվտանգության խորհրդում որպես մշտական անդամ, այսինքն Ամերիկայի Սովետական միությանը հավասար։ Դե քանի որ Մակրոնը շնորհորդի է, ինքը այդ բանը չի հիշում այսօր։ Ինչևէ, ինչ է ասում դե Գոլը Ստալինի մասին։ Сталин имел колоссальный авторитет и не только в России. Он умел приручать своих врагов, не паниковать при проигрыше и не наслаждаться победами. А побед у него было больше, чем поражений. Сталинская Россия – это не прежняя Россия, погибшая вместе с монархией. Но сталинское государство обречено без достойных Сталину преемников. А сталинское государство обречено, без достойных Сталину преемников обречено. Чисто раз ով փոխարինես։ Այդ հազարամյակը մեկ ծնվող հանճարին փոխարինես մի հատ էշ գեղացի Նիկիտա Սերգեևիչ, որը իր գեղի ինտրիգներով բաներով լուր մարդկանց ուղղակի տապալեց։ Լուր մարդիկ կային Մոլոտով, Կագանովիչ, տաղանդավորագույն մարդ, Մալենկով, Բուլգանին։ Ինչևէ, լավ, դառնանք անցնենք մեր դարներին։ Ուրեմն առաջովանից ասել եմ, դե պետին որոշելիքի չէ, իմ գործը չէ, կատեգորիկ սխալ եմ համարում Կարապետյանի և Քոչարյանի կողմից մանդատ վերցնելը, բայց մի վերցրել եմ, ինչ ասեմ, ես ուղղակի երբեմն զարմանում եմ, Հստեղ նաև հիգիենայի հարցը, օրինակ ոնց կարելի է նույն դահլիճում նստել Բադալյան Լուլուի կողքը, Ալեքսանյան Վահագի, Ռուբինյան Ռուբո, ոնց կարելի է նույն օդը շնչել դրանց հետ։
Դե գտող գնան շնչեն։ Մի օպերատիվ տեղեկություն է հայտնեմ ընդդիմության հատկապես Կարապետյանին։ Եթե լսող կլինի, թող փոխանցեն նրան։ Ուրեմն որոշում ընդունված ամենաբարձր քաղաքական մակարդակով ամերիկյան դեսպանների եւ շատերի համաձայնեցված սրանց բոլորին բնաջնջել, այսինքն զաչմարի տանել, ուրի բար ապոշի տանել, օրինակ, այդ քաղաքական պայմանագիր ֆրակցիայի ամեն մի պատգամավորի կցում են, ասենք 26-ից մի 5-6 հոգի, այսինքն Բադալյան, Լուլումը, Ալեքսանյան, Վահագը պետք է զաչմարի տանեն, Նարեկին, սրան, նրան, բարապունքներ են ասկացնում, հոգեբանների հետ է խորհրդակցում, ուսումնասիրում են Կարապետյանի պատգամավորների թույլ կողմերը, ցավոտ կողմերը։ Եվ սրանք իհարկե նրանց կհաջողվի Կարապետյանի ֆրակցիայի կյանքը վերածել, եթե ոչ դժոխքի, ապա մղլաղանջի։ Օրինակ ինչ կարող են դրանք անել, ամեն ինչ, դա ասենք ընդունենք, ասենք, ես մոտավորապես դրանց լեկտուրությունից լավ եմ պատկերացնում, դրանց ստորությունը, ասենք, Բադալյան Լուլուին կսվածա Նարեկ Կարապետյանը։ Է մեր բանում, ասենք, միջանցում ազգային ժողովի կհանդիպի դեմ դիմաց դուրս կգան, այս Լուլուն կասի, վայ Նարեկա, բարև։ Դեն է դասիրակված տղա է, պիտի ասի բարև Լուլուի գան կամ Տիգին Բադալյան։ Ոնց ես Նարեկյան, մեկը կմոտենա Նարեկին, օրինակ եմ ասի, կակեմ բերան էդ։ Չէ, դե ինչ պիտի անի այդ պազիցիայում, այդ պոզայի Նարեկը արդեն ես չեմ կարող պատկերացնել։ Ես սենց ամեն օր բեռնաբարելու է, մարդիկ պարապում են, ես օպերատիվ ինֆորմացիա կա, պարապում են լուրջ հոգեբանների հետ։ Բաժանված է ոչ ֆրակցիան, նաև Քոչյանի ֆրակցիան, սրանց միջև բոլորն ունեն իրենց ապագա զոհերը եւ մարդիկ պարապում են։ Դեն Ռուբինյան Կարոյի վաստակը, որը մի Սիմոնյան Ալենի տեղնավերենք, ինքը ասում էր, չէ՞ որ բոլորիդ կպատժենք։ Բոլորիդ։ Դուք լրիվ կարեք ազգային ժողով եկեք։ Ու բոլորին կպատժեն, ցավալի ասել, բայց բոլորի հերը կանեցեն, ոչ թե կպատժեն։ Հիմա այսօր դեգեներատի Հովակիմյան Վահագի դուքանը մեծահոգություն արե, մերժել է դատախազության միջնորդությունը Նարեկ Կարապետյանի կալանքի, լավություն արե։ Մինչ այդ դատախազությունը սրանք լրիվ են գիշ, կամ մեզ են գժի տեղ դրել, կամ երկուսը իրար է։ Դատախազությունը դիմում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե թույլ տուր ես սրան գրեական պատասխանատվության ենթարկեմ։ Այն մարդը էլ թեկնածու չէ պատգամավորության, թեկնածու չէ, մանդատը ստացել է, ինքը արդեն պատգամավոր է։ Ըստ գործող օրենսդրության, ըստ սահմանադրական դատարանի որոշման, ինքը արդեն պատգամավոր է, մինչև երկնակալությունը ինքը արդեն պատգամավոր է, ստացել է մանդատը, պատգամավորի կարգավիճակ ունի։ Причем тут կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Անում են։ Գնայիք Արշին բանկից վերցնեիք, կամ գայիք մեզ ՍՊ-ես ունեմ, ես կստորագրեիք, ասեի Տարեկ Նարեկին փակեք։ Տարբերությունը որն է։ Ինչևէ տերորը շարունակելու է, այդ ֆրակցիայի առնվազն կեսին կնստեցնի, հոյական ժողովուրդն է կուտենց ունել է, չէ, նախիրը, ընտրակաշար, կան ինչ-որ 30 միլիոն են հայտնաբերել Հայաստան մտած, հիմա դա ուզում են Նարեկի գլխին սարքեն, թե ընտրակաշարքա բաժան է, ընտրակաշարքի փող է եղել, դա ապացուցելն է դժվար չի։ Դուք ինչ կարծում եք այդ 70 հոգին, որ հիմա Սամվելի թիմից նստած է, դրանցից մի 5-6-ը վաղու չեն ասի, թե հա, Նարեկի 30 միլիոնը մեզ բաժան է, որ մենք մեր ժողովրդին բաժան, իհարկե կասեն։ Կամ այդ ֆրակցիայի կեսի չատին Նիկոլը չի տանի, ու մեջ տարավ չի նստեցնի։ Եթե Ծառուկյանի Էդոն, հա, Բաբայան Էդոն,
Այսօր Նիկոլի կողքն է։ Իսկ գոնե ես տեսել եմ, անձամբ եմ տեսել Էդոյի եւ Գագիկի անձնական մոտիկությունը, հարազատությունը։ Իրոք են մարդու տան անդամներ։ Ավելին, Էդոն գնաց նստեց Ծառուկյանի պատճառով։ Այսինքն, այդ դեպքը որ եղավ Օլիմպիադանում, որ Էզիկը կալանավորեց գնաց նստավ, իրականում այդ միջադեպի հեղինակը եւ այդ ծեծո հարվածողը Ծառուկյանն է եղել։ Այն մարդը իր ավագ եղբոր, իր շեֆի արարքի վրա վերցրեց, գնաց նստեց մի քանի դեպ։ Հիմա եթե Բաբայան Էզիկն է Ծառուկյանից թռը, ես չեմ պատկերացնում ոնց կարող են դրանց գոնե կեսը Կարապետյանի գլխից չտվել, այն դեպքում, երբ Կարապետյանը դրանց չի ճանաչել, ինքը չի էլ ընտրել դրանց։ Դա այն մյուս կեսն է կնստի։ Լավ, մինչև տհաճ դժբախտ պահերը մի հետաքրքիր բան կարող է անել Սամվել Կարապետյանը։ Խոսքս ինչի մասին է։ Արեմ ստվերային կառավարություն։ Տեսեք, դա ինչ հետաքրքիր բան է, արևմուտքում կա այդ պրակտիկան։ Օրինակ Անգլիայում կա նորին մեծության կառավարություն, նորին մեծության ընդդիմություն։ Ընդդիմությունն ունի իր վարչապետը, իր նախարարները, նիստեր է անցկացում։ Հիմա տեսեք մեր Հայաստանի օրինակով դա ինչ հետաքրքիր բանի կարող է հանգեցնել եւ ահագին օգուտ տալ։ Հետևաբար Նիկոլին ահագին վնաս է։ Պատկերացրեք կառավարության նիստը քննարկվում է ինչ-որ մի հարց։ Ընդունվում է դե պարզա հակազգային կամ ապուշ որոշում։ Մյուս օրը Կարապետյանն է այդ նույն հարցը քննարկում իր կառավարությունում։ Ընդունում է ոչ ապուշ եւ ոչ հակազգային որոշում։ Հանրությանը ներկայացնում են երկու որոշումներ։ Ժողով վարչապետի կառավարությունը սենց որոշեց, Կարապետյանի կառավարությունը սենց։ Կամ ասենք այն Ղազարյան Պետոյի կնիկը, որը Անատոլի Լունաչարսկին է նոր Հայաստանի խայտարարությունը, Անդրեասյան Ժաննան։ Ինչ-որ դպրոցների հետ կապած դե ահագին բան ա, չէ, այդ հիշատակի անկյունները վերացրեց, դասերն ինչև է։ Ինչ-որ մի հրաման ա ստորագրում կամ հարցազրույցում մի ապուշություն է ասում հակազգային է, դե հաջորդ օրը այդ նույն հարցին կանադառնա Կարապետյանի Լունաչարսկին։ Եվ սենց որ եթե այդ պրակտիկան ներդրվի Հայաստանում, ընդդիմությունը նախընտրական կամպանիայի կարիք չի ունենա։ Վերջին նրա գործունեությունը հանրությունը տեսել է հավասարապես։ Տեսել է եւ գործող կառավարության առաջ չարածը եւ ընդդիմաստվերային կառավարության առաջ չարածը։ Եվ դա եւ հիանալի PR քայլ է։ Եվ հանրության տրամադրությունները փոխելու համար հիանալի գործիքակազմ է։ Եվ հանրության համեն գիտակցության եւ հանրային կարծիքի վրա ազդող հիանալի մեխանիզմ է։ Տեսեք, մեր ընտրական կամպանիաները ինչ են, այնքան գեղերով ֆռում են, ստեղ են միտինգ հավաքում, հետո կողքի գեղը 300,000 աշխատատեղ են խոստանում, հետո այսօր դա պոպուլիզմ է։ Իսկ ստվերային կառավարության գործունեության դեպքում մարդիկ արդեն 5 տարի տեսած կլինեն։ Ինչ ասել են դիմություն, ինչ նրա ստվերային կառավարության գործունեությունը արդեն բավարար է, որ մարդը չսպասի, որ Կարապետյանը կամ Քոչյանը գա մեր գեղի երկու բառ խոստանա թողնի գնա։ Ոչ, արդեն պարզ այդ ամեն ինչ։ Ամենայդեպս Անգլիայում այդ հոյակապ աշխատումը 100-ավոր տարիներ։ Ստեղ մեկ այլ հարց կա, թույլ կտա Փաշինյան Նիկոլը թե չէ։ Ստեղ դե ինքը ասում է, չէ, Հայաստանում ալտերնատիվ ինչ-որ այլընտրանքային կառավարություն, ինչ-որ Ղարաբաղի վտարանդի չի կարող լինել։ Այնուհետև կարող է այս պահով ասի։ Այստեղ է կարելի նրան հիշեցնել, որ ախպեր ջան, անգլիական գործակալ ես, Հայաստանը դարձնում ես Անգլիայի մի վեցի բոստան, այնտեղից ենք սովորել։ Արևմտականությունը մենակ պեդերաստիան չէ, չէ՞։ Արևմտականությունը նաև ճիշտ բաները կան արևմուտքում, որոնք պետք է ընդօրինակել, որոնք սրանք սկզբունքորեն չեն ընդօրինակում։ Ինչևէ,
համոզված եմ, որ սվերային կառավարության գաղափարը այս պայմաններում իդեալական է։ Մի բանում եմ համոզված նաև, որ դա ահավոր վնաս կտա ժողովրդապետ Փաշինյանին, նրա ռեժիմին ամբողջությամբ, թե ինչ օգուտ կտա Դիմությանն ու անձամբ Կարապետյանին, դե նրանցից է կախված, բայց վնասը սրանց հաստատ տեղի կունենա։ Ինչ ասեմ, առայժմ այսքանը։ Բաժանորդագրվեք իմ ալիքներին, կոմենտներ գրեք, որոշ հետաքրքիր կոմենտներին արձագանքում եմ, եթե դժվար չէ լայքերը դրեք, ասում են դա ինչ-որ օգնում է, բան անում։ Դե լայքը ավելի արագ պրոցես է, մեկ սխում ես ու լայքը կա, կոմենտը պիտի նստես, մտածես գրես։ Ինչևէ, առայժմ այսքանը, կհանդիպենք շատ շուտով։ Լավ մնացեք։